Նույն 24 թիվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Բարև ձեզ, պարոն Շարմազանով։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Այսօր ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց, նման որոշում չկար, բայց շատ հապշտապ այդ նիստը գումարվեց, 64 կողմ ձայնով ընդունվեց նախագիծը, վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ընդդիմությունը չմասնակցեց, նախ ինչու այս վերեցին այս նախագիծը, կարծում եք ազգային ժողով, արդյոք պայմանավորված է նրանով, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ալիևին եւ մեսիջ ուղարկվեց։ Կարծում եմ նախ եւ առաջ պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն քողարկելով, որովհետեւ ակնհայտ է, որ եւ Նյու Յորքում եւ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը ֆիասկո ունեցավ եւ արձանագրեց ֆիասկո, որովհետեւ ՄԱԿ-ի ասամբլեայում նրա ելույթը սկզբից մինչեւ վերջ համեմված էր խնդրագրերով Ադրբեջանի եւ արձանագրումներով, որ փաստացի խաղաղություն չկա։ Նա իր ելույթում ասում էր, որ Ադրբեջանի նախագահը իրականացնում է կոնֆլիկտացին հռետորաբանություն, իսկ կոնֆլիկտացին հռետորաբանությունն ու խաղաղությունը դրանք հակառակ կատեգորիաներ են եւ այդ իմաստով նրանք փորձում են եւս մեկ անգամ ցույց տալ, որ իրանք անդրդվելի են իրենց պայքարում Հայաստանը դարձնելու արևմտյան Ադրբեջան։ Երկրորդին դուք շատ ճիշտ նշեցիք, այսօր Ալիևի հետ պետք է հանդիպել, հանդիպումից առաջ դա նաեւ ռևերանսներ Ալիևին եւ կարծում Նիկոլի նպատակին կհասնի, Ալիևին կարող է համոզել, որպեսզի նա տենց հռետորաբանություն չօգտագործի առնվազն մինչև ընտրությունները, իսկ ընտրություններից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը խելոք Ալիևի բոլոր հանձնարարականները կկատարի։ Կարող ենք ենթադրել, որ մեկ տարվա խաղաղություն է։ Փաշինյանը առհասարակ խաղաղություն չի բերում, ինքը բերում է Հայաստանի ադրբեջանացում, պարզապես հնազանդեցումով, խաղաղ առանց կրակելու։ Սա է խնդրեմը։ Մեկ տարի չէ, մինչև ընտրություններ, մի քանի ամսվա։ Իսկ այն տեքստի հետ կապված, որ հրապարակվեց Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիև հանդիպումից, ձեզ համար պարզ դարձավ, թե առհասարակ այդ ճանապարհի հետ կապված համաձայնության կգան վերջնական, որ իսկապես որպես ճանապարհ գործի ոչ թե միջանցք կամ առհասարակ ինչի մասն էր այս հանդիպումը։ Հանդիպումը նրա մասն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը ցույց տալ, որ ինքը բերում է խաղաղություն, բայց ինքը խաղաղություն չի բերում, ինքը բերում է Հայաստանի ադրբեջանացում։ Հերթական հանդիպումներ ինչի մասն էր, կամ ինչ իմանամ ինքը Ալիևին ինչ է խոստացել։ Ինչ է խոստացել, ինչ է ասել։ Մի բան փաստ է, որ եւ Ադրբեջանն է միջանցկացում, եւ Թուրքիան է միջանցկացում, եւ պարոն Տրամպն է միջանցկացում։ Արդեն Նիկոլն էլ է միջանցկացում, միայն պրոստը արդեն ասում է Ադրբեջանի տարածքում։ Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր ֆոկուսներով, բան անում բրծնում է, հետո ասում է վայ սխալվեցի, պարզապես այդ սխալները Արցախի կորուստին արժանում ու 5000 զոհեր։ Հիմա գառանտիան որն է, որ վաղ էլի այսօրվա թութակի պես խոսացողները չեն ասի վայ մեր Նիկոլը սխալվեց, բայց արդեն պրոբլեմ կունենանք։ Նիկոլ Փաշինյանը անվտանգություն չի բերում, ինքը տալիս է Էրմինե ջան, դրա համար այդտեղ մեր խմբակցությունը պատիվ ունում է հանրապետականի շատ հստակ դիրքորոշում հայտնել է, մեր կուսակցությունը գործադիր մարմնի հայտարարություն արել է, ինչ խաղաղություն, եթե գերիների վերադարձ չկա, եթե Հայաստանի օկուպացված տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերում չկա, Ղարաբաղի ժողովրդի, Արցախի ժողովրդի վերադարձի խնդիր չկա։ Դրան պլյուս Նիկոլն էլ երեք պարլամենտում ասում է վերադարձի մասին մոռացեք։ Բայց Նիկոլ Փաշինյան, դու էիր 21 թվականի ընտրություններում քո ամենաառաջնային կետերը գրում էր, որ Ղարաբաղի ժողովրդի վերադարձը պետք է լինի, Ղարաբաղի խնդրի արդար լուծում, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բայց այն սուտասանին ո՞նց կարա հիմա ժողովուրդ հավատա։ 21 թվականին Նիկոլը գնացել է ընտրությունների առաջնային նպատակ ունենալով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում Արցախում եւ խնդրի լուծումը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, Մինսկի խմբի Նիկոլը դա առաջնային է համարել։ 4 տարի հետո նույն Նիկոլը Ալիևի հրահանգով լուծարում է Մինսկի խումբը, ասում է դա շատ կարևոր է։ Ասում են հիմա առաջնահերթությունը խաղաղությունն է։ Այն ժամանակերից ինքը գրում խաղաղությունն է։ Դե եթե խաղաղություն է, ապա պետք է վերադարձի հարց եմ տալիս 21 թվականին էլ էր Նիկոլի ծրագրում գրում խաղաղություն, բայց խաղաղությանը զուգահեռ գրում էր, որ առաջնահերթությունն է Մինսկի խմբի առաջադրած սկզբունքներով հարցի լուծումը։ Այն ժամը 4 տարվա մեջ առաջնային էր, հիմա արդեն ինքը բան է անում։
Փակում է Մինսկի խումբը, հիմա վաղը որ ինքը կանգնի ասի, հիմա էլ կարծում են, որ խաղաղությունից բխում է միջանց տալը, ինչ է կանելու։ Խաղաղությունից բխում է, օրինակ, մինչև Սևանալիչ տալիս ենք Ադրբեջանին, ըստ Նիկոլի։ Կասի, չէ կարա ասի, չէ, ես փաստերով եմ խոսում։ Ասում է արդար լուծում պետք է լի 21 թվականին, արդար լուծում կա, այսօր Արմեն Աշոտյանը շատ հստակ դրել էր։ Փաստերով իր ծրագրում ինչա խոստացել ու ինչա արել։ Ես կարծում եմ այլևս այդ մարդու կռուտիտերից խոսալը անիմաստ է։ ԵԽԽՎ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարելի ասել փակում էր պատգամավորների բերանը, ովքեր խոսում էին արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Բերանը փակի, բանի ինչ այդ Բայրամովի բերանը փակի, Էրդողանի բերանը փակի։ Բայց Ալիևի բերանը չփակեց ՄԱԿ-ում։ Ասում են Փաշինյանը ջախջախիչ ելույթ ունեցավ։ Ճիշտ է, ոնց որ 44 օրյա պատերազմ ասում են հաղթելու ենք, հիմա էլ փակեց։ Խնդրվել էր ընդ ուրա։ Ուր էր ընդ բերան փակած, մեր ինձ կապիտուլյան մի ասել, կապիտուլյացիա մի ասա, էլի, կոնֆլիկտացի մի ասա, էլի, մի հատ բացյատի տենանք, էլի, ինչ Բիչանսկ։ Ասում եմ ես բերկրանք եմ ապրում, ինչի՞ց է բերկրանք ապրել Հերմինե ջան։ 5000 տողոց սպանությունից, Արցախի հայաթափումից, Հայաստանի օկուպացիայից, ասում եմ ինձ այս վիճակը բերկրանք է պատճառում։ Ասում որ ադրբեջանցի զինվորը գտնվում է Հայաստանում 240 քառակուսի կիլոմետր օկուպացրել է, դա Նիկոլ Փաշինյանին ու իր քպին բերկրանք է պատճառում։ Իսկ կարող է վաղը բերկրանք պատճառի Միչանսկը, մյուս օրը բերկրանք պատճառի 300,000 ադրբեջանցիների Հայաստան մուտքը։ Հիմա ինչ ելույթ պետք է ունենար, որ ճիշտ համարվեր։ Ինք առհասարակ պետք է ձեռք չդնեն ու ելույթ ունենար։ Դա ամեն դեպքում այնտեղ էր, ինչ պետք է։ Եթե ինքն է, ուրեմն սրանից ավելի վատ ելույթներ սպասեք։ Նիկոլ Փաշինյանը չի կարող, ժամանակը ցույց է տվել, կյանքը ցույց է տվել, փաստերը ցույց են տալիս, որ Փաշինյանը Հայաստանի շահը չի կարողացել պաշտպանել։ Ինքը իրան չի կարող պաշտպանել, Հայաստանի շահը ոնց կարող պաշտպանի։ Այստեղ հոխորտած ուղա պատասխանողա Թողալիևին պատասխաներ։ Էլ նոլ դու էլ բիզիմ դիր ինչ ասես ասին։ Թող մի հատ պատասխաներ։ Այդ ոնց է ուժը պատում այն Եվրոպացի պատգամավորի վրա հոխորտալը, մեկ էլ ստեղին դիմության։ Դա հոխորտացող ես։ Քեզ քաղաքական իմաստով ոչնչացրել է Իլհամ Ալիևը։ Նրան պատասխանի։ Ամոթ որ ունենայի, գլուխներդ կկողեիք հողի մեջ ու ձեզ դուրս չէի գա։ Իլհամ Ալիևն ասլա Նիկոլ, ասել ես Արցախը Հայաստան եւ վերջ։ Մինչեւ չասես Արցախն Ադրբեջանը եւ վերջ քո այդ գործունեություն չկա։ Հանձնարարել է, նա էլ արել է։ Հիմա դրանից հետո միջազգային հանրությունը կլինի Թուրքիա, կլինի Ադրբեջան, կլինի Ռուսաստան, կլինի Տրամպը, կլինի, չգիտեմ, Ֆրանսիան, ոնց կարա այս մարդու գործողությունները լուրջ ընկալի, որ դիմացի երկիրը, հակառակորդ երկիրը կամ իր վիզավին բանակցություններում իրան հանձնարարական կատարում այն քանում է։ Ավելի լավ չէ դիմուր գրար, բայց չաներ։ Ինչպես ժողովուրդը ասում, թքաստուկը չլիզեր։ Ասես պտի խելոք ասես Արցախ Ադրբեջանը եւ վերջ։ Ինքն էլ ասես, չէ։ Հիմա եկել եք, ասեք այս ամբողջ հայ-ադրբեջանական խնդիրը եղել է Միչանսկի թեմա։ Բայց Ղարաբաղն ուր է դե։ Իսկ Ղարաբաղը տալը Մարսեց էլի, հա։ Բաքվի գեյներից չի խոսում։ Ես դեմ եմ։ Դեպ գեյների հետ կապված ինչու է ասում անազատության մեջ գտնվող անձին։ Դե վախում ասի գերիներ, վախում ասի ապօրինի գերության մեջ ու պատար մնացող։ Պարզ չի ինչու ասում։ Իսկ Թրամփի դերակատարումը, որ այդքան ուռճացվում է եւ ներկայացում է, որ դա շատ կարևոր է։ Թրամփը նույնիսկ Հայաստանն է, այսօր Ալբանիայի վարչապետն է բան եղել։ Ծիծաղել այդ մարդը։ Ղժացել դրա վրա։ Ալիևի Մակրոնի հետ Մակրոնին ասում ախպեր իսկ մեզ չէ շնորհավորում, ես Ադրբեջանի հետ խաղաղություն եմ հասել։ Ու ինչ եք ուզում։ Բայց Տրամփը ադրգայ չի ասում Նիկոլին։ Այն տղեն էլ են։ Ասում են այն ադրգայ։ Չէ՞ տենց ասում, չէ՞։ Դե ասում Իսկ Թամամաունը չի ասում, կամ Ալբանիայի վարչապետը ասում, կամ ադրգայը ասում։ Ադրբեջան նախագահի անունն էլ չէր հիշում։ Ցավոտ բան, Ադրբեջանի նախագահի անունը չէր հիշում, բայց Ադրբեջանի նախագահին ինձ էպիցենտրով էր դիմում, ես ես գիտեի Յուրի Գագարինն է Իլհամ Ալիևը դարել։ Չէ՞ դա տենց չէ էլի։ Իսկ հետո ամենակարևորը ՄԱԿ-ի ելույթում եւ Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը խոսելով Տրամփի մասին ֆիքսեցին, որ ինքը վկա է, ինքը երաշխավոր չի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ՄԱԿ-ի ամբիոնից բողոքում է։ Ումից է բողոքում։ Այդ process-ը ոչ երաշխավոր ունի, ոչ միջնորդ ունի։ Ում ես դիմում, ումից ես բողոքում։ Դու ես Մինսկի խմբի համանախագահությունը փակել Ալիևի հետ,
Դու ես Ալիևի հետ ազին գնացել Սիլիբիլի արել, ուղիղ բանակցություն, հիմա եկել ես աշխարհին բողոքում են։ Ուղիղ երկխոսության Դե արդյունքում է վերջ, եղել։ ուղիղ երկխոսություն չի, Իլհամ Ալիևը ամիսներ առաջ ասել է, երկխոսություն չկա։ Մենք դա մենախոսությունն է, մենք խոսում ենք, իրանք լսում են։ Դե թողաբարոտ կա Ֆերրար Նիկոլը։ Այն բրիտանացի падգամավորի վրա, անգլիացի է թե որտեղից է, նրա վրա է հազիվ ուժը պատում, կամ ստեղին դիմության։ Հատուկ Ֆերրար ասել է թզոր տղա է, Ֆերրար ասել, այդ իր падգամավորներ են, որ այսօր հոխորտում են, հելել են, չէ ջոգումիչ լեզվով են խոսում։ Դե թող կանեին խոսային, ասեն Ալիև, ես ինչ ես ասում մեր վարչապետին։ Ոնց է դու խոսում ես, ինքը լսում է, ինքը լսողն է, դա մենախոսությունն է, բայց թող մի հատ պատասխանեն։ Խաղաղություն չի, ասել եմ 1000 անգամ ձեր եթերում էլ, Գերեզմանում էլ է խաղաղ, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա արդեն։ Այդ ձևի խաղաղությունն է պատկերացնում Նիկոլը։ Դա խաղաղություն չի, դա կապիտուլյացիա է եւ Հայաստանի ադրբեջանացում է։ Փաստերով ապացուցեմ, թող խոսան։ Հենց բան ես խոսում, տեսվից թվինիս եղավ, տեսիկ թվինի եղավ, տասու թվի։ Դե պետք է մեծանա կարա։ 7.5 տարի դուք եք երկրի ղեկավարը։ Լավա չեք գնում մեր թվարկությունից առաջ Հայքի ու Բելի պատերազմից, այստեղս 7.5 տարի դուք եք ղեկավարը, նախկինը ինչ եղել է, նախկին իշխանությունները լավ, վատ պատասխանատվություն կրել են։ 2025 թիվն է, այ քաղաքական ավանտյուրիստներ։ Դուք ձեր ասացի համար պատասխան տվեք։ Կամ որ կանոն պարլամենտում ասում եք, մեր ժողովուրդը ձայն է տվել։ Այդ որտեղ է ձեր ժողովուրդը ձայն տվել։ Որտեղ է ձայն տվել։ Եթե հեղափոխություն չի արվել, հələ մի վարքյան, որտեղ է ձայն տվել։ Վանաձորի ինտուիցիաները պարտվել եք, Գյումրի ինտուիցիաները պարտվել եք, Սյունիքի քաղաքներում պարտվել եք, Բերդում պարտվել եք, Ալավերդի պարտվել եք, Մասիսում պարտվել եք, որ Երևանում պարտվել եք։ Պարզապես Երևանում ֆոկուս եք Այլավյանին քաղաքապետ եք սարքել, բանում Սյունիքի համայնքապետը երևի լեզու եք գտել, չգիտեմ, Բերդի համայնքապետին նստեցրել եք, Վանաձորին է նստեցրել եք, այդ որտեղ եք հաղթել։ Հəմիատ ասեք դրան, այդ որտեղ եք 50+1 հավաքել, որ մենք հաղթել ենք։ Ալավերդին նույնը։ Ավելին ասում են հաղթելու ենք նաև։ Վստահ են, որ 2026 թվականին Այդ ասողը, 50-ից ավել Գազգաժու ձայներ նախագահի ունենալու, պաշտոնը այո։ Բաղստողանցին եք, չի ասում։ Այդ ասողը եւ իր շեֆը 21 թվականին ձեզ հենց դուք եք պարլամենտում, ասում եք Արցախում ապագա կա, սապարություններ, կար ապագա Արցախում հիմի, կա։ Բա գնա այդ ապագա էլի, գնա այդ ապագա Արցախը գնա դե։ Նիկոլ Փաշինյանով սաղ թիմով գոուծապ եք տալ, ասում եք, այո, Արցախում ապագա կա։ Դուք եք ասում։ Հիմի կա այդ ապագան։ Ես զարմանում եմ, պատերազմի են ամենաթեժ բանին, ասում են մենք հաղթելու ենք, հաղթեցիք։ Կամ հիմա կա, ես ինչ է սրանց խոսած։ Եթե ժողովուրդը հեղափոխություն չի անում, նշանակում է ժողովուրդը համաձայն է այն իրական Հայաստանի հետ, որը ես Հայաստան ժողովուրդը 1000 անգամ փողոց ա դուս եկել չկրակի, ուժային կառույցների կողքը չլեն ու թուրքերն ու ադրբեջանցիք, հələ դենամ քանի վարքյան կդիմանաս Նիկոլ։ Բա որ ժողովուրդը քեզ ուզում էր, այդ ուր էր փախել բունկեր։ Բա որ ժողովուրդը քեզ ուզում էր, այդ ուր էր հունիսի 12-ին կրակում այդ բանում։ Այդ սրբազան պայքարի ժամանակ, հունիսի 3-ին դիմադրության շարժման ժամանակ, բա ուր էիք։ ՀՊՇ-ի վաղ ծպտունները չի լսվել, դիմադրության շարժման ժամանակ ծպտունները չի լսվել, շտաբի պետի հայտարարության ժամանակ մտել էիք բաները, ծակերը, ծպտուն չկար, մինչև Էրդողանը դες պազեշկա չարավ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության երկու պատճառով։ Էրդողանի եւ Ալիևի աջակցության, առաջինը թուրք-ադրբեջանական տանդեմի, եւ երկրորդը ուժային կառույցների որոշակի մասի լոյալ մնալու։ Բաց հենց 50-60 հազար ժողովուրդ եղավ, նրանք էլ են ասնելու այս կողմ։ Որովհետեւ այս կուշտ են բոլորը, որովհետեւ մարդիկ կուսակցական պատկանելությունով չի, չէ՞, թասիբը։ Ինչ ասես դու մա ԿՊ-ում մարդիկ չկան, որ չեն որ տենում են, որ այս մարդը Արցախը հանձնել, հա։ Լավ, Շարմազանովին չեք վստահում, մենք բոբո ենք, նախկին ենք։ Ձեր սիրելի Եվրոպայի Ժոզեփ Բորելն ասել է, եվրոպական արտաքին քաղաքականության պատասխանատուն այն ժամանակ։ Ամենահամարձակ նախագահն է ասել է։ Ղեկավարն է Հայաստանի Փաշինյանը, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը առաջին Հայաստանի ղեկավարն է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ում համար դա համարձակություն է, ում համար դա դավաճանություն է, ում համար դա ուրացում է։ Դե թող համարձակոն իրանք էլ տես բան անել էլի մի օր։ Իսպանացի չի, դե թող Կատալոնիայի բանը ճանաչի էլի, անկախությունը։
Կարծեմ բոլորը իսպանացի է, չէ։ Բայց այնց համարցակ Իսպանիայի թագավորին, վարչապետին առաջարկի, որ Կատալոնիան ճանաչեք։ Այն մեկն էլ թող բրիտանացի կինասի Շոտլանդիան ճանաչեք։ Այն մեկն էլ ես չգիտեմ Իռլանդիան ճանաչեք։ Պետք չի անում։ Բայց տես լավ բան է։ Թող իրան զեկնեմ այդ ինչ-որ բանի այդ բաները անեն, էլի։ Հիմա Փաշինյանն ինչու է կրկին 3 նախագահներին կանչում, որ բանավեճ անեն եւ ինքը ներկայացնում։ 3 նախագահները չի կարող ոչ հրավիրի, ոչ կանչի։ Ինքը պարտված է։ 3 նախագահները Ալիևին եւ Ալիևի հայրիկին հաղթել են։ Վերջ։ Սա է պատմությունը։ Հանրապետականը կգրի, ՀԱԿ-ը կգրի, չգիտեմ ով կգրի, դաշնակցությունը կգրի, թե անկուսակցական կգրի։ Միջազգային պատմության մեջ փաստա ոնց որ Աշոտ երկաթը հաղթել է Սևանի ճակատամարտում եւ արաբներին հեռացրել է Հայաստանից 920-21 թվականին, ոնց որ Դողսի ճակատամարտում 894 թվականին Սմբատ առաջինն է հաղթել ու տենց շարունակ։ Այդպես էլ մեր 3 նախագահները հաղթել են Նիկոլ Փաշինյանին պարտության ու կապիտուլյացիայի մատնած Ադրբեջանի ղեկավարներին։ Էդ է մեր իշխանության օրոք եւ 3 Նիկոլ Փաշինյանին ժառանգվել է 42000 քառակուսի կիլոմետրանոց 2 հայկական պետություն, որտեղ ապրել է հայություն, այսօր Նիկոլ Փաշինյանը 29743-ի համար գյուլլայա գցում որ լինի։ Կրկնում եմ 42000 քառակուսի, դա իրան էլ եմ ասել, նես չի որ ստեղ եմ էլի մենակ ասում։ Հոկտեմբերի 19-ին 2020 թվականին, երբ որ էլի փորձեց գցի նախկինների գրպանը, ասել եմ հələ հոп։ Ասեմ պարոն վարչապետ, շատ կոռեկտ։ Ասեմ մի բան իմացի։ Ասել ինչ խոսանք բան։ Պատմությանը մենք քեզ հասնել ենք 42000 քառակուսի կիլոմետրանոց 2 հայկական պետություն, դու մտածի ինչ ես հասնելու քեզնից հաջորդին։ Այս պահին 29000-ի համար գյուլլայա գցում Նիկոլը։ Բայց ունեցել են 42000, մի հատ փախստական չենք ունեցել այդ բանից, Արցախից։ Հիմա ունենք 150000 փախստական։ Հիմա եթե Էլ չեմ ասում, որ մեր մշակութային հուշարձանները թողել այնտեղ, էլ չեմ ասում, որ ռեպուտացիոն, բարոյական, հոգեբանական, ինչ հարվածի տակ է հայությունը հայտնվել։ Ինչի մասն է։ Իլհամ Ալիևը պարս։ Բացում եք պատմաբան եմ, ես փաստերով եմ սովոր խոսել, էլի, մոսս խոյնացի մեզ այդ պատմաբանները, պետք է քննադատաբար մոտենան, փաստերը համադրեն, հիմա համադրում ենք։ Իլհամ Ալիևը Նիկոլի ժամանակ ասում են Նիկոլը ինչ կասեմ կանի, կասեմ պետք է ասի Արցախն Ադրբեջանա եւ վերջ, ինքը Նիկոլն ասում է, այո, Իլհամ Էֆենդի Արցախն Ադրբեջանա եւ վերջ։ Մեր ժամանակ ասում են 30 տարի, մեր որ ասում են բոլոր 91-ից սկսած։ Ես կուսակցամոլ չեմ, էլի։ Բոլոր 91-ից Տեր-Պետրոսյան մինչև Սերժ Սարգսյան ժամանակաշրջանը։ Ասում են 30 տարի Հայաստանը մեզ հաղթել է, մենք Ադրբեջանը բոլոր միջազգային հարթակներում պարտված ա եղել։ Էլ չեմ ասում, որ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին էլ սրանից որ ասում են, ասենց ասում են, էլի Շարմազանովն է ասում, բա ինչ պետք է ասեմ։ Բայց 2016-ին հոկտեմբերի 7-ին 16 թվականի Ալիևն ասել է, որ փակ դռների հետևում ինձնից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եվ ավելին 20 թվականի հունվարին է Կապանում ասուլիսի ժամանակ նույն Փաշինյանն ասում էր, երբ պետքա Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը կվերադառնամ։ Դե վերադառնա, վերադարձի, չվերադարձողի վերադարձի, կամ ճակատդ պաչեմ։ Դե վերադարձի, կարաս Նիկոլ։ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը վերադարձի, միջանկյալ կարգավիճակ, հանրաքվեի հնարավորություն, Լաչին ու Քելբաջար Արցախի վերահսկողության տակ էր, էլ չեմ ասում Շուշի, Ստեփանակերտի, Դադիվանքի, Ասկերանի, Մարտակերտի, Ճարտարի, Հադրութի։ Դե վերադարձի։ Արցախա երագույն ելնելու, հայոց երագույն ելնելու, մեր երեխեքն էլ այնտեղ սովորում Ամարասում ու Դադիվանքում ու Խազանչեցոցում էլ եւ Գանձասարում էլ աղոթք էին կանելու, կնունք ու ծնունդներին անելու, հարսանիքներ էր ձևավորվելու, հայ ընտանիքներ էին ձև։ Դե գնարա։ Ու սրանք անամոթաբար Հերմինե ջան կանգնում են, հելնում են սենց Իրանի դավոնի, արա գեդինը մտեք, արա։ Գոնե ձեր նախկին հայտարարություն, ձեր ծրագրերը նայեք։ Ձեր ծրագրերում է գրած եղել Միսկի խմբի սկզբունքների հիման վրա խնդրի լուծում, դա առաջնահերթություն է։ Գնացել ես 21 թվականին ասել ես Արցախը պետք է
ճանաչեմ անկախ, եկել ես Արցախը ճանաչել ես Ադրբեջանի կազմում։ Հիմա էլ ասում ես ինչի՞ չեք հավատում։ Կարծում եք Փաշինյանը Հնչան Թոդորոսի նման առավոտից սուտ եք խոսում, քեզ ինչը հավատա։ Հենց բանալի նախկիններս ես նախկիններն ինչ։ Նախկինները քեզ հաղթողին հաղթել են։ Նախկինների շնորհիվ էր էլի որ պատգամավոր էր գալիս էր Ղարաբաղ, դե հիմա էլ գնա Ղարաբաղ։ Այդ դուք եք ազատագրել ձեր ԿՊ ջոկատով։ Բա որ Արցախը Ադրբեջան էր, ԿՊ ջոկատով ինչ գործ ուներ մայիսին ապրիլյան պատերազմից հետո այնտեղ բան։ Ծառայության։ Ոնց չասես էլի։ Իդեպ 2019 թվականին ներկայացված առաջարկները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Փաշինյանը ինչու չի ներկայացնում, կարծում եք, եւ եթե ներկայացնի վճռորոշ կլինի, այսինքն հարցերի պատասխաններ։ Վճռորոշ է, ես ասում եմ դե ինչա, Թողասի Շարմազանովը սուտ ասում։ 2019 թվականին ապրիլ-հունիս ամիսներին Մինսկի խմբի համանախագահությունը երկու առաջարկ չի, նույն առաջարկն է, սա երկու անգամ։ Երկու անգամ ուղարկել։ Ըստ նույն առաջարկն է։ Այնտեղ հստակ գրված է, որ 5 շրջանի դիմաց լղի մամբողջ, նախկին լղի մամբողջ տարածքում տրվում է միջանկյալ կարգավիճակ, Քելբաջարը եւ Լաչինը մնում են Արցախի իշխանությունների վերահսկողության տակ, Բարդադի իրավական ուժ ունեցող հանրաքվեի մասին է խոսում, եւ հանրաքվեին Ադրբեջանը համաձայնություն կտա հանրաքվեի անցկացնելու, նոր այդ երկու շրջանը, բայց Լաչինի միջանցքը մնում է ամբողջությամբ մեր վերահսկողության տակ, նոր կվերադառնան Ադրբեջանին։ Չէ, ուրեմն միջազգային միջանկյալ կարգավիճակ պետք է լինի, ասեցի, Շուշի, Հադրութ, Ասկերան, Մարտակերտ, Ստեփանակերտ, Ճարտար, Քելբաջար, Լաչին մնում էին հայկական վերահսկողության տակ Արցախի եռագույնով։ Եթե սուտ ու այդ ամենը առանց մի զոհի, առանց մի կրակոցի ու առանց մեր նվաստացման։ Եթե տես չի, հիմի թող հրապարակի, ասի տես չի։ Նույնիսկ պատերազմի ժամանակ Հերմինե ջան, Նիկոլ Փաշինյանն է ինձ ասել մեր հանդիպման ժամանակ, որ իրեն հոկտեմբերի 10-ին ես իրան ուղիղ հարց եմ տվել։ Ասեմ, պարոն վարչապետ, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 19-ը ինչ են ձեզ առաջարկել, ասես պարոն Շարմազան, դե պատերազմի առաջ օրը պարլամենտում ասեցի 5+2, ասի չէ։ Դե սեպտեմբերի 27-ն, հիմա հոկտեմբերի 19-ն է, էլի կարող է ուրիշ բան են առաջարկել։ Այդքան մարդու մոտ։ Ու այդ գործը մենակ իշխանն է Սաղաթելյան դրանից խոսում, բացի ինձնից։ Ընդ լիքը մարդ ա եղել, խոսեք էլի։ Խոսեք։ Թե Նիկոլին եք արդեն պաշտպանում։ Ասեց, այս պահին կրկնում եմ 2020 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը իմ հարցինի պատասխան հայտարարել է, որ դրված է առաջ սեղանի Լավրովի պլան 5+2։ Հերմինե ջան 5+2-ով ոչ Շուշին էր Ադրբեջանին ասնում, ոչ Հադրութը, ոչ Ստեփանակերտը, ոչ Ասկերանը, ոչ Մարտակերտը։ Ոչ Քելբաջարը, ոչ էլ Լաչինը։ Դե բայց արդեն պատերազմը սկսվել է։ Նույնիսկ պատերազմի, ավարտում եմ, նույնիսկ պատերազմի այդ օրը ամսի 19-ին ինքը ասել է 5+2-ը, այսօր համաձայնվեմ կկրկեմ։ Չի համաձայնվել։ Տայլ այդ երեխեքին լավ իմանալով որ պարտված է մահվան բերան, հիմա խոսում է խաղաղությունից։ Մի մարդ որ 7 տարում 5 պատերազմ է բերել։ Ասում այդ ժամանակ ասեիք, որ չեք ուզում պատերազմ։ Ասել ենք, ես եմ ասել, դրա ես ու Զեգարա, ես եմ ասել։ Հոկտեմբերի 12-ին թողելի ասի տենշի։ Իսկ մյուս ընդդիմադիրները ես ընդդիմադիրների հետ ինչ գործ ունեմ, ես իմ տեղն եմ խոսում իմ կուսակցության։ Հույս Ալամաշխարհին դիմության խոսնակը չեմ։ Ես իմ կուսակցության ներկայացուցիչն եմ։ Հոկտեմբերի 12 2020 թվական Նիկոլ Փաշինյան, քեզ Հանրապետական կուսակցության անունից ասել եմ, դիմի Ռուսաստանի Դաշնությանը կանգնեցնի պատերազմը։ Ասել եմ թե չէ։ Չեմ ասել գնացեք մինչև վերջ հասեք Բաքու, բան, Գանձակ հասեք։ Ասել եմ կասեք թող կանգնացնեն։ Լսի ռուսների առաջարկին։ Ասել եմ թե չէ։ Հոկտեմբերի 10-ին ռուսները քեզ առաջարկեցին, դրա մասին խոսեց նաև նոյեմբերի 17-ին Վլադիմիր Պուտինը, դու հրաժարվեցիր։ Հիմա այդքան բան արած մարդը ադրբեջանցիներ լինեին այդ դեպքում, բայց ավելի լավ չէ։ Հիմա էլ Սյունիքում են էս ադրբեջանցիք Շուշիում չեն։ Հիմա Ստեփանակերտում են, բայց հայ չկա։ Մարտակերտում են, Հաթերքում են, Ճարտարում են։ Այդ եմ ասում։ Այդ մարդը խոսալու բարոյական, ոչ քաղաքական, ոչ իրավական իրավունք չունի։
Իր կռիվը իմ հետ չպտել, իր կռիվը պտելի իր նախկին գործողությունների եւ իր նախկին հայտարարությունների հետ։ Մի մարդ, որը պատերազմի թեժպային, մի քանի անգամ մերժել է պատերազմը դադարեցնելու կոչելը։ Եվ վերջինը հոկտեմբերի 19-ին։ Եվ լավ իմանալով, որ մեր տղաները զոհվելու են, որ հաղթանակի շանս չկա, այդ երեխեքին ամսի 20-ին ուղարկել այլի պատերազմ երկրորդ անգամ։ Ինքը կարա խոսա խաղաղությունից, Փաշինյանը ասում է, իրա ինքը իր իշխանությունը պատերազմի, կապիտուլյացիայի, դագաղների ու մահվան խորհրդանիշ է։ Փաստերով եմ խոսում։ Իրանք ինքը որ սափրվել է, հենց գիտի, այդ սա իրա որ սափրվելու հետ իրա մոտ այդ ուղեղի բանը ճտի կանցել է Ղարաբաղից չի խոսում, գիտի մենք չենք խոսալու։ Խոսելու ենք։ Հիմա միջև Ու ժողովրդի աշկերտներ բացելու ենք։ Իսկ գործողությունները արվելու է թե ոչ։ Արվում է, էլի քիչ արվել։ Փողոցային պայքարի, մարդկանց Կգա ամեն ինչ իր ժամանակը ժամանակը կգա։ Ամեն ինչ իր ժամանակը կգա։ Իմպիչմենտ արվելու նաև։ Մինչև էս 6 ստորագրություններ, հիմա 34 է այս ալնելու։ Մինչև էլ մենակ հանրապետականներ խոսում, հիմա ամբողջ ընդդիմադիր սպեկտրը լուրջ անկալում իմպիչմենտի գործընթացը։ Փաշ չէ։ Դրա համար էլ առավոտից լիգու դրա դեմ է խոսում։ Բայց ԿՊ-ից կմիանան արդյոք։ Օրը կգա բարին հետը։ Ես չեմ ուզում գուշակություններ անել։ Այսօր Իշխան Սաղաթելյանն ասում էր, որ դուք եք նախաձեռնել, պատիվ ունեմ նախաձեռնել։ Ես չեմ կարծում, ես պետք է հրապարակային Իշխան Սաղաթելյանին հակադարձեմ, ես Իշխան Սաղաթելյանին ունեմ այնպիսի հարաբերություններ, որ մենք կարող ենք ընկերներով նստել զրուցել։ Ուրեմն դեպքում թերահավատություն կա, որ ԿՊ-ից կմիանան։ Դուք չունեք այդ թերահավատությունը, նրանք պես ռիսկ կանեն միանան կամ ցանկություն ունեն առանց։ Ես ունեմ հստակ համոզմունք, որ Հայաստանին անհրաժեշտ է ազատվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմից։ Օր առաջ։ Իսկ այդ օր առաջը լավագույն տարբերակը Վարշապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Սա է։ Ուրիշ տարբերակ եթե կա, պաժալուստը առաջացնում։ Որը ուղեկցվելու է փողոցային պայքարով, մարդկանց համախմբումով։ Որը ուղեկցվելու է օրինական բոլոր միջոցներով։ Օրինական։ Մենք անօրինական ոչինչ չենք անելու, որովհետև մեզ համար, ինչպես պարլամենտի ելույթում եմ ասել, եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ ազգային ժողովրդավարական ու համերաշխ Հայաստան։ Հիմա եթե հանկարծ փողոցային պայքար լինի եւ հաջողությամբ չավարտվի ինչպես նախորդները, սա չի հարցերին հակված չեմ պատասխանելու, հետնեջան վրա արժևում ընտրությունները։ Ես եթերներով հարցերին հակված չեմ պատասխանելու, ես գտնում եմ եւ մենք գտնում ենք, որ օրենքի սահմաններում յուրաքանչյուր հայ մարդ պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանի ադրբեջանացման դարաշրջանը չգա։ Իսկ արտախորհրդանական ուժերի այդպես աջակցությունից գոհ եք, թե բավարար չէին։ Չէ, բավականին գոհ ենք, ոչ թե գոհ ենք, նախ մի բան ֆիքսենք, էլի։ Այդ իմպիչմենտը հանրապետականի համար չեն անում։ Այս ֆիքսենք մի բան։ Ոչ թե որ ինձ լավություն են անում։ Բոլոր ընդդիմադիր ուժերի գերխնդիրը ազատվել է իշխանությունից։ Եվ բոլորը թող լավ իմանան, որ սա ինչ-որ ստորագրություն անելով, լսումների գալով, շատ շնորհակալ ենք։ Գլխան ողջունում ենք, շնորհակալ ենք։ Բայց այդ լսումների գալով, բանալով ինչ-որ ստորագրություն դնելով հանրապետականի լավություն չեն անում։ Դա բոլորի սպարտականությունն է, եւ մեր եւ իրենց։ Ոնց որ ես գնայի իրանց միտինգին, իրանց վրա ծախեի։ Եղել է տես բան։ Եղել է, չէ, բազմաթիվ դեպք են եղել եւ հանրահավաքները կազմակերպել է ոչ թե հանրապետականը չի կազմակերպել։ Բայց հանրապետականը առաջին գծում ա եղել։ Բռնվել է, դուսել է եկել։ Առնվազնից մի 7-8 անգամ բերման են ենթարկել, մի անգամ էլ կալանավորել են։ Ես էտու վրա եմ դուս եկել մուննատ եկել։ Ոսկի դուս եմ եկել այս ընդդիմադիր ուժի կամ այն ընդդիմադիր գործի վրա մուննատ եմ եկել։ Ոչ, հարգելի ձեր ցավը տանեմ ընդդիմադիր ախպերներ եւ քույրեր։ Իմպիչմենտի տակ ստորագրելով, Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելով դուք հանրապետականի համար չեք դա անում։ Մենք բոլորս դա անում ենք մեր հայրենիքի համար, որ վաղը բաց ճակատով մեր երեխեքի ու մեր թորների առաջ իրավունք ունենալու խոսակ, այլ ոչ թե անամոթի նման գլուխներից գետինը կոխենք ու ման գանք։ Իրենք համարում են, որ ընտրությունների միջոցով պետք է հասնել իշխանափոխության եւ ասում են կջլատվենք, եթե մենք փողոցային պայքարի դուրս գանք։ Ընտրություններից 0 ամիս կա, պետք է մեջարալություն կլինի իմպիչմենտի գործընթացը չզարգացնել։ Ընտրությունները այսպես թե այնպես գալու են, այսպես թե այնպես ընտրությունները գալու են։ Ով ասում դու։ Լավ են կջլատվի ժողովուրդը, ընդդիմությունը, Փաշինյանը կձերբակալի, կկալանավորի եւ կթուլացնի ընդդիմությանը։ Եթե այս ամիսու կեսա որ ոչի բան չեն գալ, տարի կեսա որ ոչի բան չեն գալ մեզ
պակասաձերբակալել ու կալանավորել։ Սամվել Կարապետյանը բան չէ, այլ ընդամենը մի ասել էր մեր ձևով կաջակցենք եկեղեցուն, այդ մարդը քանի ամիս է կալանավորված է։ Սրբազանները քանի ամիս է կալանավորված են։ Դե լիքը զոհված բանի հերոսների ծնողներ կան կալանավորված են։ Ռուբիկը Հակոբյան մի հատ հայտարարություն արել կալանավորվել էր։ Այսինքն ի՞նչ է նշանակում բոլորին կկա, որպեսզի չկալանավորեն, պետք է բոլորս համախմբվենք վարչապետին անվստահության հայտնելու գործընթացը նպատակին հասցնելու համար։ Չէ, առանձին սաղից հետևից գալու է։ Իդեպ աղա Միքայել Սրբազանի չափի որոշումը պետք է դատավորը կայացնի, 2 տարի 6 ամիս է դատախազությունը պահանջում։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք առհասարակ։ Ոչ մի լավ ակնկալիք չունեմ։ Նպատակ այս ամենը, որ նրան կալանքի տակ պահելու։ Ոչ միայն Միքայել Սրբազանին, այլ նաև եկեղեցուն հարվածել է։ Միքայել Սրբազանին հարվածելով հարվածում է եկեղեցում, իսկ Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատերազմ է սկսել մեր ինքնության, մեր երրորդ հանրապետության դեմ, իսկ երրորդ հանրապետության գլխավոր հենասյուներից մեկը նաև Հայաստանի ծառայական սուրբ եկեղեցին է, չմոռանանք, որ Հայաստանի անկախ Հայաստանի թիվ 1 ազնագիրը Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնել է Վազգեն Վեհափառին։ Իսկ եւ Միքայել Աջապայանը եւ arczepiskoposները եւ Բագրատ Սրբազանը եւ մեր եկեղեցին իրանք այդ գործի շարունակողն են, որը դեռևս 90-ականների կամություններին օժանդակել է հենց Վազգեն Վեհափառը։ Մեր եկեղեցին ազգային եկեղեցի է։ Դա ես չեմ ասել, որ ուզում է հեռացնել, այս գործընթացի մի մաս է կազմում, որ ավելի հեշտ է չի կարող հեռացնել։ Եթե ինքը կաթողիկոսին հեռացրեց, ուրեմն մենք որևէ մեկս մենք քրիստոնեական հասարակություն չունենք, հայկական ու քրիստոնեական։ Սա անձի խնդիր չի։ Նիկոլ Փաշինյանը ով է կամ Էդուարդ Շարմազանովը ով է, որ կաթողիկոս նշանակեն կամ հեռացնեն։ Ով ենք մենք вообще։ Ինքն էլ ես էլ ու մեր նմաբու բոլորը։ Մենք աշխարհի գործիչներ ենք։ Մեր եկեղեցին դա Աստծո եկեղեցի է, Թաթևոս եւ Բարդուղիմեոս Սարաքյանների կողմից ծեսված եկեղեցի է։ 1700 2000-ամյա եկեղեցի է մեր եկեղեցին։ 1700-ը պաշտոնական ենք եղել, երբ որ քրիստոնեություն ենք ընդունել, բայց եղել են չէ քարոզիչներ, եղել է չէ եկեղեցի։ Դրա համար կոչվում է առաքելական, որովհետեւ հիմնադիրները առաքյալներն են։ Դե եթե հիմնադիրներն առաքյալներն առաջի դարում են եղել, մեր եկեղեցին 1700 տարեկան չէ, 2000 տարեկան է։ Բոլորս պետք է պաշտպանենք։ Սա մեր ազգային ինքնության, պետականության եւ նաեւ քրիստոնեական եկեղեցու դեմ է, ոչ թե կաթողիկոսի։ Ազգի դեմ է, եկեղեցու դեմ է։ Փաշինյանը փորձում է համոզել, որ սա ոչ թե եկեղեցու դեմ պայքար է, կաթողիկոսի Սա ուղիղ եկեղեցու դեմ է, եկեղեցու գլուխը Քրիստոսն է, կաթողիկոսն էլ եկեղեցու մեր օծյալն է։ Յուրաքանչյուր կաթողիկոս Աստծո օծյալ է։ Եվ շարքային մեկը ինք ուզում է վարչապետելի, ուզում է ես չգիտեմ ով լինի, կամ ես կամ այն մեկը, մենք շարքային ենք։ Եկեղեցու աստիճանակարգում։ Ինքով է վեհափառ փոխի։ Ինքով է։ Դա ներքին եկեղեցական խնդիր է։ Կանոնակարգ կա։ Ինքով է հայոց կանոնագիրքը փոխի։ Կհաջողվի կարծում եք ներսից պարակտել, որովհետև նման փորձեր արվում է ամեն դեպքում։ Դե ոչ առաջինն է, որ վերջինն է, որ պարակտելու է։ Դե արդեն պարակտված որոշակի բաներ կա։ Հուսով եմ, որ ոչ։ Հուսով եմ, որ նույն այդ եկեղեցականները ինձնից ավելի լավ գիտեն, որ պարակտումը եւ բաժանումը Աստծոց չի։ Պարակտումը եւ բաժանումը սատանայից է։ Եվ սատանայի հաճախորդներից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։